Վերջերս վարչապետ Փաշինյանը սաղմոսներ եւ կարոզներ կարդալուց անցավ անեկդոտներ պատմելու գործին եւ մի լրագրողի ուղիղ հարցին Ադրբեջանից բենզին ներկրելու վերաբերյալ նա որոշեց մի հին երևանյան անեկդոտ պատմել։ Ես չհասկացա ինչ կապ ուներ անեկդոտը եւ հարցը, չկարողացա բացատրել ինձ համար վարչապետի մտքի թռիչքը։ Ահա անեկդոտը։ Մեկ-մեկին հարցնում ասում է, անոտ ինչ է, ասում է Սպարտակ, ասում է, ինչի դու որ թիվ ես, որ։ Եվ ուզում եմ ասել, որ վարչապետը իսկապես չհասկացավ այդ անեկդոտի իմաստը ու չէր կարող հասկանալ։ Հիմա ես դա կբացատրեմ որպես հին երևանցի, նրան որպես միջին տարեքի իջևանցուն։ Բանն այն է, որ մինչև 1963 թվականը Երևանյան ֆուտբոլային ակումբը կոչվում էր Սպարտակ, իսկ 1963 թվականին, երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն շախմատի, ազգային վերելքի ալիքը փոխեց նաև ֆուտբոլային ակումբի անվանումը եւ այդ պահից ի վեր Երևանի ֆուտբոլային ակումբը անվանվեց Արարատ։ Եվ քանի որ 60-ական, 70-ական թվականներին կար մի երևանյան ավանդույթ, մեծահասակ մարդիկ հավաքվում էին զբոսայգիներում եւ ժամերով խոսում էին ֆուտբոլի մասին, երբ որ որևէ մեկը հիշում էր Սպարտակ Երևան ֆուտբոլային ակումբի խաղը, նրան հարցնում էին. դու քանի տարեկան ես, որ թվի ես։ Եվ սա անեկդոտ չէր, սա պարզապես կատակ էր, որը Փաշինյանը ըստ երևույթին չհասկացավ, ես հիմա իրան դա բացատրեցի, եւ սա եւս մեկ օրինակ է, երբ որ Փաշինյանը խոսում է բաներից, որ չի հասկանում, օրինակ, ազգային արժանապատվությունից, ֆուտբոլից, առավել եւս Արարատից ու Երևանից իհարկե։ Լավ եղեք։